Ողջույն բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր, ինչպես ամեն շաբաթվա վերջ, ներկայացնում եմ հաջորդ շաբաթվա վերլուծությունը։ Այս անգամ էլ արդեն կներկայացնեմ գալիք շաբաթվա նկարագիրը, կփորձենք հասկանալ ինչ օրեր ունենք եւ ինչպես կարող ենք պլանավորել մեր շաբաթը առավելագույնս արդյունք ստանալու համար։ Հիմա ես կիսվեմ ձեզ հետ իմ պրեզենտացիայով եւ սկսենք։ Բավականին հետաքրքիր շաբաթ է մեզ սպասվում, ինչու, որովհետև նախ ունենք անցումային շրջան, այսինքն անցնում ենք նոր ամիս, հրեղեն կապիկի ամիս, դրա մասին 1-2 օրվա ընթացքում ես ավելի մանրամասն վերլուծություն կտամ ամսվա հետ կապված, իսկ այսօր միասին կնայենք օգոստոսի 3-ից օգոստոսի 9 ընկած ժամանակական հատվածը, իդեպ ամիսը այս անգամ փոխվում է ամսի 7-ից, ամսի 7-ից մենք մտնում ենք հրեղեն կապիկի ամիս, բավականին հետաքրքիր ամիս է սկսվում, այնպես որ եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, ապա անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ, զանգակի կոճակ, որպեսզի բաց չթողնեք ուրեմն գալիք վիդեոները։ Ուրեմն, մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք, ինձ թվում է բոլորդ արդեն մեծամասնությունը արդեն գիտեն, իսկ եթե դուք նոր եք միացել իմ YouTube ալիքին, ապա ասեմ, որ շատ կարևոր է իմ վերլուծությունների ժամանակ իմանալ ձեր անհատական էլեմենտը եւ որ կենդանակերպի տարում եք ծնվել։ Եթե չգիտեք, ապա սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, օր, ամիս, տարի, ժամը, եթե գիտեք լրացնում եք, եթե ոչ բացեք թողնում, այս վերլուծության համար դա կարևոր չէ։ Ընտրում եք սեռը եւ սեղմում հաշվել։ Այնուհետև արդեն կստանաք ձեր անհատական բազի քարտը, օրվա սյան-վերևի հատվածում կտեսնեք ձեր անհատական էլեմենտը եւ տարվա ներքևի հատվածում կենդանակերպը, որի տարում դուք փաստորեն ծնվել եք։ Եթե կլինեն հարցեր բազի հետ կապված, չեք կարողանա կողմնորոշվել, ապա նայեք այս վիդեոն։ Այս վիդեոն գտնվում է իմ YouTube-յան ալիքում, այստեղ ես ավելի մանրամասն եմ խոսում բազի մասին, անհատական էլեմենտի, կենդանակերպերի մասին։ Եվ իհարկե նորից եմ ուզում հիշեցնել բաժանորդագրվելու մասին, որովհետև դա ընդամենը մեկ գործողություն է, իսկ YouTube-ը հուշում է, որ դեռևս 63%-ը դիտորդների դեռևս չեն բաժանորդագրվել։ Կխնդրեմ անպայման բաժանորդագրվել, որովհետև դրանով դուք աջակցում եք ալիքի զարգացմանը։ Իհարկե սեղմեք լայք կոճակ եւ կիսվեք գոնե մեկ անձի հետ այս ալիքով։ Հիմա եկեք անցնենք արդեն ամսի 3-ին, ամսի 3-ը մեզ մոտ լիություն բնութագրով օր է, հիանալի դրական օր, գրեթե բոլոր տեսակի նախաձեռնությունների իրականացման համար, որից կարող է ճանապարհորդությունը, պայմանագրերի ստորագրումը, ուրեմն տուն տեղափոխվելը, ամուսնության համար եւս լավ օր է, շինարարական աշխատանքներ սկսելու համար լավ օր է, պարտքերի հավաքագրման մի խոսքով ընդհանուր բավականին դրական օր է։ Օրը հողեղեն աքաղի օրն է, համարվում է առավել բարենպաստ ցլի, վիշապի, օձի, աքաղի տարում ծնվածների համար եւ ոչ բարենպաստ է ուրեմն նապաստակի տարում ծնվածների համար։ Նապաստակի տարում ծնվածների համար օրը համարվում է անձնական կործանիչի օր, ապա սա ենթադրում է, որ ցանկալի չէ օր օգտագործել կարևոր նախաձեռնություններ սկսելու համար։ Ֆինանսական առումով տվյալ օրը, այսինքն ամսի 3-ը առավել բարենպաստ է համարվում փայտ-ին անհատական էլեմենտը ունեցող անձանց համար։ Ամսի 4, օգոստոսի 4-ը մեզ մոտ հավասարակշռում բնութագրով օր ունենք, օրվա ընթացքում գրեթե ոչ մի դրական էներգիա չունենք, խորհուրդ կտամ առավել պասիվ վիճակում անցկացնեք, օրը համարվում է առավել դրական վագրի, նապաստակի, ձիու եւ շանտարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով ավելի շատ կշահեն կրակ-յան անհատական էլեմենտ ունեցող անձինք, խորհուրդ կտամ ֆինանսական գործարքներ չիրականացնել եւ նոր նախաձեռնություններ չսկսել, օրը այդքան էլ բարենպաստ չէ։ Օրը համարվում է անձնական կործանիչի օր բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են վիշապի տարում։ Օգոստոսի 5-ը մեզ մոտ կայունություն բնութագրով բնութագրիչ ունի, օրը համարվում է դրական օր,
մի շարք նախաձեռնությունների իրականացման համար, ճանապարհորդություն, վաճառքներ սկսել, պայմանագրերի ստորագրում, վերանորոգման աշխատանք, հանդիպումներ, կարևոր հանդիպումներ կարող եք նշանակել այսօրը նոր պաշտոնի, նոր աշխատանքի անցնելու համար շատ լավ օրը համարվում է ոչ բարենպաստ, բժշկական օգնություն, բժշկական ստուգումներ անցնելու համար եւ ամուսնության համար եւս համարվում է ոչ բարենպաստ։ Ֆինանսական առումով օրը համարվում է դրական կրակին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար եւ կենդանակերպերի մասով առավել բարենպաստ է վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում ծնվածների համար։ Եվ իհարկե, մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ դեռ չեք ծանոթացել ձեր 2026 թվականի երկրորդ կիսամյակի վերլուծությանը, ապա շտապեք այս վիդեոյի մեկնաբանություններում ուղարկել 2026 եւ ես կուղարկեմ ձեզ բոլոր մանրամասները, անպայման ծանոթացեք, պլանավորեք եւ եթե կլինեն հարցեր, կուզենաք ավելի խորը հասկանաք թե ինչ պետք է անեք, ինչ գործողություններ եւ ինչպես ճիշտ պլանավորեք, ապա կարող եք դիմել արդեն անհատական խորհրդատվության մանրամասների համար կարող եք գրել ինձ անձնական նամակով։ Օգոստոսի 6-ը մեզ մոտ նախաձեռնում բնութագրով օրով է, համարվում է ջրային առնետի օր, օրը համարվում է ոչ բարենպաստ, ունենք բացական էներգիաների շատ մեծ բացական էներգիաներ, մեծ քանակի, խորհուրդ կտամ օրը անցկացնել առավել պասիվ վիճակում, իհարկե նախաձեռնում բնութագրով օրով է, բայց ամեն դեպքում օրը համարվում է ոչ այդքան բարենպաստ, որից նոր նախաձեռնություններ սկսելու համար։ Օրը համարվում է առավել դրական առնետի, ցլի, վիշապի, կապիկի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով օրը դրական է հատկապես հողյան անհատական էլեմենտ ունեցող անձանց համար, իսկ բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են ձիու տարում, օրը համարվում է անհատական կործանիչի օր։ Այսինքն առավել անբարենպաստ է հենց ձիու տարում ծնվածների համար։ Օգոստոսի 7-ը եւս մեզ մոտ նախաձեռնում բնութագրով օրով է, ինչու է կրկնվում, որովհետեւ մենք անցում ենք կատարում 1 ամսից 1 այլ ամսվա անցումային օրերին բնութագրիչները կրկնվում են, սրա մասին ինձ թվում է արդեն գիտեք, տեղյակ եք, ովքեր երկար ժամանակ են հետևում ինձ։ Ուրեմն օրը համարվում է առավել դրական, համատած նախորդ օրվա բժշկական օգնություն, բժշկական ստուգումներ անցնելու համար շատ լավ օր, վերանորոգման, հանդիպումների, ֆինանսական գործարքների համար օրը համարվում է ոչ բարենպաստ երկարաժամկետ ճանապարհորդություն սկսելու համար, ամուսնության եւ նոր բնակարան տեղափոխվելու համար։ Ֆինանսական առումով օրը դրական է հողին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար, առավել բարենպաստ է օրը առնետի, ցլի, օձի եւ աքաղի տարում ծնվածների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են այծի տարում, ձեզ համար այսօրը համարվում է անձնական կործանիչի օր։ Մի փոքր ավելի ուշադիր եղեք։ Օգոստոսի 8-ը մեզ մոտ կործանում բնութագրով օր ունենք, մաքսիմալ բացական օր է, խորհուրդ կտամ խուսափել, որովհետեւ նոր նախաձեռնություններ սկսելու համար ընդհանրապես կարևոր գործերը թողնում ենք այլ օրվա, շատ մարդիկ օգոստոսի 8-ը օգտագործում են կարևոր նախաձեռնությունների համար, ընդհանրապես 08, փորձում են կրկնվող թվեր օգտագործել կարևոր նախաձեռնությունների համար, կլինի բիզնեսի բացում, ամուսնություն եւ այլն, ես խորհուրդ կտամ, որ հենց այս տարվա օգոստոսի 8-ը դուք չօգտագործեք որևէ կարևոր նախաձեռնության համար, սա համարվում է մաքսիմալ անբարենպաստ օր։ Այնուամենայնիվ կան մի քանի կենդանակերպեր, ում համար օրը կարող է համարվել փոքրիշատ է դրական, վագրի, ձիու, շան եւ խոզի տարում ծնվածների համար կարող է համարվել դրական օր։ Եվ ամսի 9-ը մեզ մոտ ունենք վտանգ բնութագրով օր, կրկին էներգիաների առումով այդքան էլ դրական չէ։ Օրը համարվում է առավել դրական, ուրեմն նապաստակի, այծի, շան եւ խոզի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է, մետաղին անհատական էլեմենտ ունեցող անձանց համար եւ եթե դուք ծնվել եք աքաղի տարում, ապա օրը համարվում է անձնական կործանիչի օր ձեզ համար։ Փորձեք խուսափել ընդհանրապես որևէ կարևոր նախաձեռնություն իրականացնելու, կարևոր բանակցություններ վարելու, հանդիպումներ նշանակելու համար օրը բացասական է, փորձեք տեղափոխել մեկ այլ օր, եթե կան նման նախաձեռնություններ։
Այսքանը գալիք շաբաթվա համար ընտրեք բարենպաստ օրեր, կատարեք ճիշտ պլանավորում։ Իդեպ ասեմ, որ հաջորդ շաբաթվանից սկսած ես կսկսեմ անդրադառնալ արդեն ֆենշույին, որովհետև եթե նկատել եք իմ սոցիալական էջերում, վերջին մի քանի օրերը ես խոսում եմ ֆենշույից, իսկ YouTube-ում կտեղադրեմ հետաքրքիր վիդեոներ ֆենշույի մասին, որը հաստատ ձեզ պետք կգա, օգտակար է կիրառական իմաստով եւ իհարկե կլինեն նոր բացահայտումներ։ Եվ իհարկե նորից հիշեցնում եմ բաժանորդագրության մասին, բաժանորդագրվեք եւ եղեք միշտ տեղեկացված։ Մինչ հաջորդ անգամ։